Ասելու բանն է, ինչպես տեղեկացանք, շարունակվելու է ակցիան նաև Ծաղկաձորում, բոլոր բիզնեսներին է վերաբերվում այս որոշումը եւ ինչ անել, եթե ձեր ձայնը լսելի չդառնա։ Շատ մեծ խնդրանք ունենք կառավարությանը, որ վերանայեն իրենց որոշումը եւ բացեն բոլոր հիմնարկները, քանի որ այսքան մեծ թվով աշխատակիցներ առաջին հերթին դուրս են մնացել, կորցրել են իրենց աշխատանքը, հետո միջազգային ասպարեզում туриզմի ոլորտում շատ մեծ կորուստներ ենք ունեցել, եթե հուլիս ամսին մենք արդեն իսկ պլանավորած ունեինք 60-ից ավել խմբեր, 1 տարի առաջ պլանավորած ունեինք Բաչատա ֆեստիվալ, որը միայն Հայաստան պետքա բերեր 200-ից ավել արտերկրյա հյուրեր, զբոսաշրջիկներ, բոլորը քենսել եղան եւ ունենք հիմա այսվատ իրավիճակը։ Խմբերի մի մասին փորձել ենք տեղավորել մեր գործընկեր պարտներների մոտ, բայց այսպես իրականում անհնար է աշխատել, որովհետև մինչև տարեվերջ լիքը պլանավորած խմբեր ունենք, միջոցառումներ ունենք, հարսանիքներ ունենք, կոնֆերանսներ ունենք։ Դրսի հյուրերին կոնկրետ տեղեկացրել եք պատճառները, որ քաղաքական են, որ այս պահին փաստացի սեփականության իրավունքն է հարցակային տակ դրվում գործարարին։ Մուլտիգրանտ փարավոն հյուրանոցը լինելով տարածաշրջանի Հայաստանի լավագույն 5 աստղանի հյուրանոցներից մեկը հիմնականում աշխատում է օտարերկրյա մարկետների հետ, այդ թվում Ռուսաստան, Պարսկաստան, Իսրայել, Չինաստան, Կորեա, ասիական մարկետները։ Բոլորին ներկայացրել ենք, որ հյուրանոցի փակման պատճառը քաղաքական բնույթ է կրում։ Իհարկե, պարտներները շատ զարմացած են, մեզ շատ սիրում են, իրենց շատ հարմար է մեզ հետ համագործակցել, հասկանում են ինչ է կատարվում իրականում։ Հյուրանոցին, եթե պարտներներ կան, որոնք օրինակ չեն տուգանել, որտեղ մենք պայմանագիր ենք կնքում նրանց հետ, հա, մինչև տարվա սկիզբ պայմանագիր ենք կնքում եւ փորձում ենք այդ ստանդարտների մեջ տեղավորել։ Այս դեպքով մարդիկ հասկացել են, որոնք հասկացել են, որոնք չէ։ Փորձում ենք լեզու գտնել, մինչև հասկանալ, տեսնել ինչ է կատարվելու։ Ասում եք ինչ է կատարում, բոլորին բացատրում եք, իսկ ինչ է կատարում, գուցե հանրությանն էլ ասեք, ասում եք քաղաքականությունը բիզնեսի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում ձեր սեփականատերը հիմա կալանավորված է, ինչ կասեք դրա հետ կապված։ Ես մտածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը շատ մեծ գործեր արել ոչ միայն իր հիմնարկների, այլ նաև ամբողջ հայ ազգի համար, նախ առաջինը, որ այսքան 70-ից ավել աշխատատեղ է ստեղծել, 10,000-ից ավել աշխատողներ աշխատում են, ընտանիք են պահում, մեծ բարեգործական գործեր է արել, ծրագրեր է իրականացրել, ներկայումս այդ բարեգործական ծրագրերից մեկն էլ Հիսուսի արձանի կառուցումն է, հա, որը ապագայում ավելի էր խթանելու Հայաստանում туриզմի զարգացումը, ավելի ճանաչելի ենք լինելու բոլոր ավելի ճանաչելի ենք լինելու այսքանը։ Միջազգային սկանդալ չի սա։ Իրական չեմ կարող պատասխանել։ Միակ խնդրանքս նա է, որ կառավարությունը վերանայի իր որոշումը եւ փորձի ավելի մեղմացնել այն ինչը որ ստեղծել են ու շանս տա եւս մեկ անգամ այս մարդիկ հետ գան իրենց աշխատանքին եւ կատարեն իրենց սիրած աշխատանքը։ Հյուրանոցում զբոսաշրջիկներ կային, երբ անցած օրինակ շաբթին, երբ մտան բոլոր հյուրանոցներում էլ, այո, 3 հյուրանոցներում էլ ունեցել ենք մեծ թվով զբոսաշրջիկներ, այստեղ նույնիսկ դրսից խումբ ենք ունեցել, տագնապած մարդկանց դուրս ենք հանել, որոնք նախաճաշի ժամ ա եղել, մտել են ռեստորան,
ռեստորանում բոլորին քշելով շատ բիրտ ու կոպիտ ձևով մարդկանց դուրս են հանել։ Իրականում հյուրեր կային, որոնց բացատրեցինք ու մարդիկ շատ նորմալ ընդունեցին, մարդիկ էլ կային, որ չէ, կոմպենսացիա են ուզում, նմանատիպ իրավիճակ։ Կներկայանաք, որ խնդրեմ։ Ես Հովսեփն եմ Սահակյան։ Նաև մյուս մուտքի մոտ մարդ տեսանք, որ ասես մեքենաս մնացել է այստեղ, եկել են տանեն։ Մեքենաներ ու մեքենաներն են։ Աշխատակիցների մեքենաները կարան լինեն։ Հյուր կարող է լինի, իրական տեղակ չկա։